Գանգատները, որոնք կարող են նշել կինը միոմատոզ հանգույցի առկայության պարագայում, շատ տարբեր են։ Իդեպ նշեմ այն փաստը, որ կինը կարող է ընդհանրապես գանգատներ չունենալ։ Դա էլ է նկատի ունենանք։ Գանգատների բնույթը կախված է միոմատոզ հանգույցի տեղակայումից եւ իհարկե չափսերից։ Հիմնական գանգատները, որոնք հանդիպում են կանանց մոտ միոմատոզ հանգույցների առկայության պարագայում, դա ցավն է փոքր կոնքի շրջանում։ Իդեպ շատ հաճախ ցավը զուգորդվում է նաև կից օրգանների ֆունկցիոնալ խախտումներով։ Դա կարող է լինել հաճախամիզություն, աղիքների ֆունկցիայի խախտում եւ ճնշման զգացողություն փոքր կոնքի շրջանում։ Եվ դաշտանային ցիկլի խախտումը մենոմետրորագիայի տիպով, այսինքն դաշտանային ցիկլը իր ցիկլիկ բնույթը պահպանում է ճիշտ ժամանակին սկսում է, սակայն փոխվում է տևողությունը, ավելի երկար է տևում եւ շատ ավելի առատ։ Նկատվում են մակարդուկներ եւ առատ արյունային արտադրություն մինչեւ 7, 10, նույնիսկ 14 օր տևողությամբ։ Միոմատոզ հանգույցների պարագայում հնարավոր է նաև նկատել ցավսեռական հարաբերության ժամանակ ացիկլիկ արյունային արտադրություն, այդ իսկ պատճառով ցանկացած տիպի, ցանկացած բնույթի փոփոխություն, դաշտանային ցիկլի հետ կապված, ցավային համախտանիշի հետ կապված, դուք պետք է պարտադիր դիմեք նեղ մասնագետի։